Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի նորակառույց մանկապարտեզն արդեն պատրաստ է ընդունելու փոքրիկներին։ 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը կառուցվել է Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ, Սարգիս եւ Հայկուհի Մարանջյանների հովանավորությամբ։ Կրթական հաստատության կառուցումն արժեցել է 172 միլիոն դրամ։ Մենք մեծ սիրով այս թվով երրորդ մանկապարտեզի կառուցումը ստանձնեցինք եւ վստահ եմ, որ այն բազում ուսերուներ կգրդի։ Բանավանի այս նորաբաց մանկապարտեզը լայն հնարավորություն է տալիս ոչ միայն երիտասարդ ընտանիքների աշխատող ծնողներին, այլև ապահովել վերցրելի փոքրիկներին ձեռք բերել համակարգված կրթություն եւ դաստիարակություն։ Բանավանի մանկապարտեզի կառուցումը մեկն է այն ծրագրերից, որ հիմնադրամն իրականացնում է Գեղարքունիքի մարզում։ Մարզի Սոտք եւ Գագարին բնակավայրերում մանկապարտեզ, իսկ Դպրապակ բնակավայրում առողջության առաջնային կենտրոն է կառուցվելու։ Բուժ հաստատության կառուցումն ամբողջությամբ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով է, իսկ մանկապարտեզաշինությունն իրականացվելու է կառավարության համաֆինանսավորմամբ։ Անկախ նրանից երեխան կապրի սահմանամերձ բնակավայրում թե քաղաքային համայնքում պետք է ստանա որակյալ կրթություն եւ այդ քաղաքականության հետևից գնալով մենք այս ծրագրերը իրականացնում ենք, որպեսզի մեր երեխաները կարողանան որակյալ եւ ժամանակակից պայմաններում կրթություն ստանան։ Բանավան թաղամասի նորակառույց մանկապարտեզում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ոչ միայն երեխաների կրթության, այլ նաև նրանց առողջության եւ անվտանգության ապահովման համար։ Այս չափորոշիչներով են առաջնորդվելու նաև մյուս նախադպրոցական կրթական հաստատությունների կառուցման գործում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։